Այս շաբաթ Հայաստանը ժամանելու Հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Երևանում Եվրակումբի բացման արարողությանը տեղեկացրել է մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը որևէ խանգարող հանգամանք չի տեսնում, որ իր եւ համախմբում կուսակցությունները միասին մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա նաեւ անդրադառնում է լուրերին, որ համախմբման թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Նրանք ովքեր, այսինքն ուզում են, որ համախմբման, այսպես ասած, վարկանիշը փորձեն ցածրացնել, ասենք ասում են հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, բայց կա նաեւ հակառակ տեսակետներ, որոնք ասում են, որ այ եթե Քոչարյանը լինի, այդ ուժը շատ ուժեղ կլինի։ Ռուսաստանն ու Թուրքիան վաղ թե ուշ կործանվելու են եւ հայերն ամբողջ աշխարհով մեկ պետք է պատրաստ լինեն տեր դառնալ իրենց պատմական իրավունքներին, ասում է Ժառանգություն խմբակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Պետք է հռչակվի եւ հայտարարվի եւ փաստաթղթի տեսքով ընդունվի, որ մենք այս պահին հիմք ենք ընդունում 42,000 քառակուսի կիլոմետր տարածքը, Հայաստանի եւ Արցախապատման տարածքները։ Հոկտեմբեր ամիսը հայտարարված է կանանց առողջության ամիս հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտման համար կգործի 25% զեղչ։ Տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշում է. Բայց զեղչերը գործելու են այնքան, ինչքան որ մարդիկ կգրանցվեն հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատել էր դպրոցներում ազգակցական կապով նշանակումները Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, վարչապետի խոսքը ուրիշ բովանդակություն պիտի ունենար։ Սկսել իրենից այօրինակին Փեսան փոխնախարարի աշխատում, ապա ես խստորեն հանձնարարում եմ ոչ մի արտոնյալ վիճակ այդ մարդիկ չպիտի ունենան։ Ընտրական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխությունները այնքան էլ ընդդիմության սրտով չեն, թեև իշխանությունների հետ ստորագրել են համաձայնագիր։ Հոգևորականները ասում են, մահը նշանակում է մարդ առանց հոգու։ Հիմա մահացած է այս ընտրական օրենսգիրքը, որովհետև սահմանադրության ոգին այստեղ չկա։ Պետք չէ նաև անդադ հղում անել Վենետիկի հանձնաժողովին, որ մենք դրան գնացինք Վենետիկի հանձնաժողովի կարծր դիմադրությունը հաղթահարելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, Ջանի Բուքիկյան ինքնասպան չէր լինի։ 4+4+4 ձևաչափի նախաձեռնող Հայ ազգային կոնգրեսը թեև ձեռք բերված համաձայնագիրը համարում է ազատ եւ արդար ընտրությունների հիմք, սակայն գիտի, թե 2017 թվականի ազգային ժողովի ընտրություններին իշխանությունները ընտրակեղծ արարության ինչ քայլերի կդիմեն։ 2017 թվականի ապրիլին սպասվող ընտրական ճակատամարտը լինելու է հետևյալի շուրջ։ Իշխանությունները ամեն ինչ անելու են, որ ընտրությունները վերածեն մաֆիոզ, կլանային, տեղական ազդեցությունների տակ գտնվող եւ կենցաղային առևտրի բնույթ ունեցող ընտրությունների։ Ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարության դրույթի քրեականացումը անդիմությունը ամենից շատ քննադատեց։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հեղինակները վստահեցնում են, իրենք համատեղ ստորագրած համաձայնագրից չեն շեղվել։ Այն գործընկերներին եմ դիմում, ովքեր հիմա այստեղ բարձրագույն հայտարարություններով քննադատում են իրենց կողմից իսկ ստորագրած հայտարարությունը։ Կամ դուք չեք կարծում ստորագրում եք, կամ այստեղ արդեն այլ քաղաքական խաղ եք վարում, որը կարծում եմ սազական չէ այս խորհրդարանի։ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից Դավիթ Հարությունյանը այն տպավորությունն է ստացել, որ ընդդիմությունը ցանկանում է հետ կանգնել համաձայնագրից։ Նա կոչ արեց կողմնորոշվել։ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի քվեարկությունը տեղի կունենա ազգային ժողովի հաջորդ նիստին։ Գյումրիի ավականու կազմը կմնա նույնը, ինչպես որոշել էր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Վարչական դատանը մերժեց Բարգավաճ Հայաստան եւ հայկական վերածնունդ կուսակցությունների ավականու 4 թեկնածուների հայցը։ Ուժի մեջ թողնել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի Գյումրու ավականու անդամներ ընտրվելու մասին 09-10 2016 թվականի թիվ 206 որոշումը։ Ըստ հանձնաժողովի որոշման Բարգավաճ Հայաստան եւ հայկական վերածնունդ կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է Բալասանյան դաշինքին, որը 17 մանդատով մեծամասնություն է կազմել ավականիում եւ ընտրել քաղաքապետ։ Մեր բողոքը նա էր, որ մեր ձայները չվերցնեն տանուշին, կաշառվածությունը հաստատվեց այս գործով։ Իսկ ինչ ուզում ենք կարող ենք անել, մի երկու կոպեկ կարող ենք տալ սրան դրան ու մենք ազատվենք։ Եթե ձեր տանից առանց ձեզ հարցնելու մի բան վերցնեն, դուք չեք բարկանա։ Ժողովուրդը ականատես եղավ, որ երկու մանդատ, որի տակ կար 3000 քվ, օտից նվեր է ստանում
այն քաղաքական ուժը, որը ընդունել է օրենք։ Հայցվորների համար ընդունելի չէ դատարանի այսօրվա որոշումը։ Ընտրական օրենսգիրքը պետք է կիրառվեր 2011 թվականին գործող օրենքը, բայց կիրառվել էր 2016 թվականին ընդունված օրենքը, որ ըստ էության պետք է կիրառվեր եւ ուժի մեջ մտներ 2017 թվականին։ Ինձ թվում է, դատարանը պետք է բարի լիներ, քանի որ խոսքը վերաբերում է տասնյակ հազարավոր մարդկանց քվեներին, եւ այս առումով դիմեր սահմանադրական դատարան, գոնե օրենքի տվյալ հոդվածի սահմանադրականության հետ կապված եզրակացություն ստանար եւ հիմքում տներ։ Որոշումը ստանալուց հետո հայցվոր կողմը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան։ Հոկտեմբերի 20-ից մարզային մի շարք հեռուստաընկերություններ կշարունակեն անալոգային հեռարձակումը։ Նրանք դուրս կգան եթեր, բայց որևէ մեկը դա չի նայի, չի տեսնի, որովհետև բոլորը ընդունելու են թվային ազդանշանները։ Իսկ մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը դեռևս չկա, չի երևում երբ է լինելու։ Ամբողջ խնդիրը կայանում է օրենսդրության մեջ։ Եթե օրենսդրությունը փոփոխվի այնպես, որ մեզ հնարավորություն տրվի մեր սեփական փոքր մուլտիպլեքսների միջոցով մենք լուծենք մեր խնդիրները, հոգանք մեր ծախսերը, կլինի։ Ներկայում գործում է հանրային մուլտիպլեքսորը, որը հեռարձակում է թվային հեռարձակման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունները, այդ թվում յուրաքանչյուր մարզից մեկ հեռուստաալիք։ Հեռուստաընկերությունները կշարունակեն գործել մինչև իրենց սպրման տարածքներում ազնվող մուլտիպլեքսորների ի հայտ գալը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անկախ փորձագետներն ու լրագրողական կազմակերպությունները սակայն խնդրի լուծման այլ տարբերակ են առաջարկում։ Շատ կարևոր է առաջին հերթին անցնել այլ լիցենզավորման ձևի, այսինքն պարզեցված լիցենզավորումը թույլ կտա բոլոր այն հեռարձակողներին, ովքեր որ ուզում են շարունակեն, իսկ թվային դարաշրջանում տեխնիկական հնարավորությունները գրեթե անսահմանափակ են, թող նրանք շարունակեն գործել թվային ռեժիմով եւ իրենք ընտրեն թե ինչպիսի եղանակով են հասնելու լսարանում։ Կարող է դա լինել արբանյակային, դա կարող է լինել մալուխային ձևը, բայց թվային ժամանակահատվածում այսպիսի բարդություններ ստեղծել մարզերում գործող լրատվամիջոցների համար ուղղակի անթույլատրել է։ Իդեպ կոմիտեն օրենսդրական փոփոխությունների մեկ փաթեթ արդեն ուղարկել է ազգային ժողով, մյուսը մշակման փուլում է։ Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտը օգնության կարիք ունի թեթև արդյունաբերության միջազգային համաժողով ցուցահանդեսում հնարավոր է գտնվի օգնող այդ ձեռքը։ Մենք ինքներս էլ ունենք կոշիկի լավ արտադրություն, բայց մեր մանկական կոշիկի արտադրությունը զիջում է ներկայացված կոտոֆեյ օրինակ ընկերությանը, հա։ Դրա համար մենք խնդրեցինք, որ իրանք էլ մասնակցեն, կիսվեն իրենց փորձով։ Հարևան ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները մեկ օրում արդեն հասցրել են ուսումնասիրել դաշտը եւ գտնել համագործակցության угринер. И, по крайней мере, 2 компании уже думают о том, чтобы открыть свои фабрики в Армении. Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Հոնկոնգում իր գործունեությունը ծավալող Լիլի Շահումյանը եկել է ծանոթանալու թեթև արդյունաբերության ոլորտին ու շուկայի նրբություններին։ Ցանկություն ունի, որ իր Բայ Լիլի բրենդը աշխարհում ճանաչեն որպես հայկական։ Учитывая наши новые технологии, которые мы получили благодаря нашему опыту и ресурсу в течение 20 лет, у нас используются биотехнологии, мы не используем химию и красители, пигменты все сами получаем самостоятельно в наших лабораторных условиях. К сожалению, пока здесь нет этих производственных, скажем, навыков. С этой целью мы хотим потихоньку подготовить и рынок, и условия для производства, чтобы перевести сюда. Տեղական մրցակցությունից երիտասարդ գործարարը չի վախենում վստահ է որակով ապրանքը փնտրողը կընտրի իր արտադրանքը, սակայն հայկական շուկայում արտասահմանյան ավելի մատչելի արտադրանքի հետ մրցակցությունը մնում է տեղական արտադրողի ամենախոցելի կետը։ Պետական մարմինները առաջարկում են խնդրի լուծման տարբերակ։ Դա ենթադրում է նաև ներդրումներ, որակի բարձրացում, նոր սարքավորումներ, շատ կարևոր է մենեջմենտի բարելավումը ընկերություններում եւ նաեւ արտադրողականության բարձրացումը, որովհետեւ նաեւ մեր ընկերությունները որոշակի ինչ-որ քննարկում են իրենց հետ արտադրողականության ցածր մակարդակից նույնպես բողոքում, իսկ դա ուղղակիորեն ազդում է մրցունակության վրա։ Իդեպ այս տարի հունվար-օգոստոս ամիսներին տեղական արտադրանքի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 60%-ով, բայց ցուցանիշը դեռ համարվում է անբավարար։ Գյուղ եկած բժիշկների մասին իմանալուն պես ամբուլատորիա է շտապել 81-ամյա Անդրանիկ Բաքոյանը։ Գլուխ ստացավում,
շաքար ունեմ, ճշում ունեմ։ Մի խումբ երիտասարդ բժիշկներ Երևանից Արարատի մարզի Լանջազատ գյուղ էին եկել գյուղացիներին անվճար զննելու եւ դեղեր հատկացնելու առաքելության։ Անդրանիկ Պապի գանգատներն իմանալուց հետո բժշկուհին նշանակումներ է անում։ 2.5-3 ժամը մեկ պետք է սնվի։ Աշխատի սպիտակ հացը, փլավները, այն ինչը պարունակում է ալուր եւ շաքար, դրանից պետք է հեռու մնա։ Անդրանիկ Պապի հարցն է նրան խնամողը։ Դեղերը ոչի պետք է պապի համար, պապի լավանա պետք է առնի դեղերը։ Հաջորդ այցելուն 75-ամյա Մալար Խուդոյանն է, ոսկրային ցավերն արդեն 2 տարի նրան հանգիստ չեն տալիս։ Սերս դողմա, քելալուս մդիս նստած լինեմ, չեմ կորած շատ, չեմ դեղի թողքիսիտ։ Մալար տատինել են բժիշկները սննդակարգին հետևելու խորհուրդ տալիս։ Գլխավոր բողոքները առհասարակ օրգանիզմի տարիքային փոփոխություններին են վերաբերվում, որոշակի դեգեներատիվ փոփոխություններ կան նաև ըստ երևույթին ողնաշարի ոսկրային համակարգում։ Անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեցան ինչպես Լանջազատի, այնպես էլ հարակից գյուղերի տասնյակ բնակիչներ։ Կազմակերպիչը երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան է։ 2014 թվականից սկսած երիտասարդ բժիշկներն իրականացնում են օգնության ձեռք նախագիծը։ Նախաձեռնությունը ունի 2 փուլ, այսինքն առաջի փուլով մենք զննում ենք հիվանդներին, նրանց հիվանդությունները կամ դեղորայքները գրանցում ենք։ Երկրորդ փուլը գտնում ենք հովանավորներ, որոնք որ կարող են հոգալ բուժման ծախսերը։ Երիտասարդ բժիշկները չեն վարձատրվում ավելին մարզեր հասնելու եւ քաղաքացիներին օգնելու համար։ Այս խմբում հայտնված յուրաքանչյուրն ինքն է ներդրում անում։ Իդեպ մյուս մարզերի բնակիչներն էլ կարող են սպասել երիտասարդ բժիշկներին։ 18-ամյա այս երիտասարդը դեռևս բացահայտ չի համարձակվում խոսել այն մասին, ինչ հասկացել է դպրոցական տարիներին։ 8-րդ դասարանեի առաջին անգամ այդ ինտերնետ կլաբ գնալն է, որտեղ դասարանի տղաներով բան գնում են, ինչ որ պորնոգրաֆիկ նյութեր են դիտում։ Ինձ հետաքրքիր է, ես Google search արեցի տղամարդու հետ։ Իր պնդմամբ հենց այդ ժամանակ էր հասկացել իրեն դուր են գալիս տղամարդիկ։ Առաջին մարդն ում հետ անկեղծացել էր 10-րդ դասարանում իր դասընկերուհիներից մեկն էր։ Հաջորդ օրն իր գաղտնիքի մասին դասարանում բոլորը գիտեին։ Ֆիզկուլտուրայի ժամ մի քանի հոգի իջավ դասի, մնացած բոլորը դասարանում էին։ Աթոռին ինձ նստացրեցին տղաները, բերանս փակեցին, ձեռքերս կապեցին, ոտքերս կապեցին, ծեծում էին ինձ, հայհոյում, թքում էին իմ վրա տղաները եւ աղջիկները նաեւ։ Արմեն Աղաջանովը վաղուց չի թաքցնում սեռական կողմնորոշումը։ Նա հիշում է դեպքեր, երբ անգամ փողոցում են փորձել հարձակվել իր վրա։ Խոսքը միայն խտրականության մասին չի, այսինքն գոռալով իրար հետ խոսալով կամ մի ապտակի մասին չի։ Մարդկանց կյանքի հետ այդ ամեն ինչը կապված լինում։ Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննություններ եւ հետապնդումներ նախաձեռնել ԼԿԲԴ անձանց նկատմամբ բռնության կամ ատելության հրահրման կամ սպառնալիքների բոլոր դեպքերում։ Հանդուրժողականության հետ քաղաքականություն չկա։ Այդ չեմ ասում սեռական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքից, որը եւ հասարակության մեջ կա շատ բացասական եւ նաեւ պետական մակարդակով կա։ Հենց պետական մակարդակով հիշենք թե ինչպես երբ որ այն ակումբը այրվեց, ինչ վերաբերում կար կառավարության մակարդակով։ Ավետիք Իշխանյանը նկատում է խտրականության դրսևորումները ոչ միայն ԼԳԲԴ անձանց նկատմամբ են։ Ինչ վերաբերմունք մենք ունենք, ասենք մեր հայրենակիցների նկատմամբ թեկուզ, ենթադրենք ժամանակի դեռ սա հին պատմություն է, ասենք ցեղասպանությունից փրկվածներին գաղթական, հետագայում աղբար, սպուրքայի մեր եղբայրներին, որ եկել են, ինչ վերաբերում է այսօր սիրահայերի նկատմամբ։ Իդեպ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը իր զեկույցում ընդգծել էր քաղաքական դիսկուրսը հաճախ պարունակում է խոցելի խմբերի նկատմամբ խարանող բնույթի հայտարարություններ, ինչը նպաստում է բնակչության շրջանում ռասիստական եւ անհանդուրժողականության վերաբերմունքի պարզունակացմանը։ Հատուկ հյուրերը հագուստին նախ կրծքանշան են ամրացնում, ապա ներկայանում փակ հանդիսության։ Հայաստանցիներից բացի այստեղ են նաև օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք են նշելու հայաստանյան ռոտարի ակումբի 20-ամյակը։ 20 տարի առաջ ես ու Գուրգեն Վարդանյանը այդ Ֆրանսիայի հոգեբանների հետ բանակցներից հետո որոշեցինք ստել շարժումը։ Հավաքեցինք խումբ,
որը սկսեց սովորել ռոտարեի այբուբենը։ Ինչ է դա։ Դա նշանակում է ոնց մենք պետք է պահենք, գումարները ոնց պետք է հավաքենք։ Հայաստանում գործում է Ռոտարի 4 ակումբ, 1-ը Գյումրիում, 3-ը Երևանում։ Միջազգային կազմակերպության հայաստանյան ճյուղին անդամակցում են հիմնականում բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Ունենք աղբագրական մեծ ընկերության նախագահ Արթուր Յախշիբեկյանը, ունենք բիոէթիկայի եվրոպական հանձնաժողովի հայկական կենտրոնի տնօրեն Մադոյան Իգորը, ես օրինակի համար։ Երևանյան ակումբի հիմնադրի խոսքով այստեղ գալիս են բարի գործ անել ցանկացողները։ Այս տարիների ընթացքում այս խողովակով Հայաստան մտել է մի քանի միլիոն դոլարի օգնություն։ Շտապ օգնության մեքենաներ ենք բերել, վերանորոգել ենք մակապարտեզներ, դպրոցներ, ջրատարներ են կառուցել գյուղերում։ Ռոտարին հարկեր չի վճարում, քանի որ համարվում է բարեգործական կազմակերպություն։ Պարոն Ադիբեկյանի վստահեցմամբ իրենք քաղաքական նպատակներ չունեն, բացակայում է նաև քաղաքական ուղեգիծը, սակայն այսպիսի կազմակերպություններին ընդունված է մասոնական օթյակ անունը տալ։ Դա սխալ է, քանի որ մասոնները փակ են, մենք բացենք մեր անուն ազգանունը, հայրանունը հասեն ինտերնետում կա, մենք հանդիպում ենք շաբաթը, մենք անգամ սովորաբար ռեստորաններում դա բաց է, նախանձախնդիր մարդիկ ինչ որ փորձում են մեզ վարկաբեկել։ 2002 թվականից Երևանի Ռոտարի ակումբի անդամ է Գեգամ Մինասյանը, բարեգործություն անելու մեծ ցանկությունը նա կարողացել է դրսևորել հենց այս կազմակերպության միջոցով։ Հաճելի է բարեգործությունը անելը մեր երկրում, որովհետև մեր երկիրը եւ այսինքն դրսի ժողովուրդը դրա կարիք ունի։ Ռոտարի շարժումը սկսվել է 1905 թվականին Չիկագոյում իրավաբան Պոլ Հարիսի կողմից։ Հայաստանն այդ շարժմանը սկսել է մասնակցել 1991 թվականից, սակայն Ռոտարի ինտերնացիոնալի կողմից ճանաչվել է 1996 թվականին։ Կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը քաղաքականությունում նոր մարդ չէր, եղել է խորհրդային Հայաստանի առևտրի փոխնախարար, պատասխանատու էր դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների համար։ Դա նոր ստեղծված ուրեմն բաժին էր կապված աղետի հետ, եւ ես առաջինն եմ եւ միակը, որ ղեկավարել եմ Այսինքն բարձրացրել են ձեր պաշտոնը։ Նու համեմատեք։ Այս մարդը խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր էր 1980 թվականից, 1998-ին նա անկախ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր է։ Գերագույն խորհրդի պատգամավորական կազմը իմ կարծիքով ավելի ուժեղ էր, ավելի սկզբունքային եւ ավելի լուրջ էին զբաղվում օրենսդրական, ուրեմն գործունեությամբ։ 1998-ի այս օրերին անկախ Հայաստանի ազգային ժողովում խոսում էին պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մասին։ Լեոնիդ Հակոբյանն ասում է, որ չաշխատող գլխին բարձր աշխատավարձը չի օգնի։ Պատգամավորը պետք է ապրի այնպես, ինչպես ապրում է ժողովուրդը։ Այսինքն վատ։ Ну, վատ ես չի ուզենա ասել։ Լեոնիդ Հակոբյանն ընդդիմադիր էր Հայաստանի գործող իշխանություններին, կոմունիստների իշխանության վերջին տարում Հայաստանի 2 միլիոն քաղաքացի բանկերում ուներ ավելի քան 8 միլիարդ ռուբլի ավանդ։ 1998-ի նախագահի ընտրություններից հետո նրանք գրեթե ոչինչ չունեն։ Մենք կոմունիստներս լուրջ ենք զբաղվել այդ հարցով եւ իշխանության գալու դեպքում մենք 6-7 տարվա ընթացքում ուրեմն այդ գումարը մեծ դժվար ծավալուն հարցը պետք է անպայման Պարոն Հակոբյանն ասում էր, որ Արմեն Դարփինյանի կառավարությունը պետք է խորհրդային ավանդները ձևակերպի որպես ներքին պարտք եւ կամաց վճարի։ Իհարկե կոմունիստ պատգամավորը վախ ունի, որ այս հարցը չի լուծվի, տնտեսություն էլ չկա, որ փող լինի։ Մեզ պետք է սկսել պետական հաշվառումից։ Ցավոք սրտի հիմա ոչ ոք չգիտի ինչ կա հանրապետությունում։ Ինչքան է գողացված։ 1998-ի այս օրերին Լեոնիդ Հակոբյանը գրեթե սարսափով էր նկատում, որ տնտեսություն չունեցող երկիրը միջազգային կառույցներից վերցրել է 45 վարկ, իսկ պարտքը մոտենում է 1 միլիարդին։ Այսօրվա պարտքը հանրապետության գնահատվում է 822 միլիոն դոլար։ Եդակիվ մենք բաժանում ենք մեր բնակչության թվականակին, ապա այսօր յուրաքանչյուր հայ քաղաքացի նորացինից մինչև զարամյալ ծերունի մոտ 300-300-ից ավել դոլար պարտք ունի այդ գծով։ Պարոն Հակոբյանը հիշեցնում է, որ դրանք տնտեսական վարկեր չեն, այլ քաղաքական, ինչն ավելի վատ է։ Կգա ժամանակ, երբ վարկատուները մեզ կպարտադրեն քաղաքական որոշումներ։ Եվ այսօր էլ ասեմ ձեզ, Միջազգային վալյուտային ֆոնդը եւ Համաշխարհային բանկը հանրապետության տնտեսությունը զգալի չափով ղեկավարում են իրենց կողմից։ Լեոնիդ Հակոբյանն ի դեպ այս հարցազրույցից 2 տարի հետո դառնում է տարածքային կառավարման նախարար եւ մահանում դրանից 2 տարի հետո։